Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության գյուղական բնակավայրերում բնակվող իմ շատ սիրելի գյուղացիներ, եթե դուք ուշադրությամբ հետևել եք, իմ ծրագրի կետերից մեկը վերաբերվում էր Հայաստանի Հանրապետությունում 50,000 եւ ավել աղքատության մեջ գտնվող ընտանիքների աղքատության շեմի հաղթահարում կառավարության մեկ որոշումով, այո, կառավարության մեկ որոշումով, մեկ ստորագրություն եւ 50,000 ընտանիք հաղթահարում են աղքատության շեմը։ Իսկ ինչպես է դա տեղի ունենում։ Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը ունի այդ հզորությունն ու հնարավորությունը, եւ ես ցավով եմ արձանագրում, որ այս տարիների ընթացքում ժողովուրդը մշտապես խաբված է եղել եւ ժողովրդին երբեք չեն ասել, թե իրականում տնտեսությունը ինչքան հզոր է, բյուջեն Հայաստանի Հանրապետության ինչքան կարող է, եւ եթե բյուջեի մասին խոսում են որպես անկարող բյուջեի, ապա ուր են անհայտացել կամ ուր են անհայտանում ֆինանսական այդ հզոր կապիտալը։ Ժողովրդավարական համախմբում կուսակցությունը իդեմս նախագահ Սուրեն Պետրոսյանի եւ քաղաքական թիմը գալիս է իրականացնելու այդ ծրագիրը, գալիս է, որպեսզի Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքներում բնակվող 50,000 եւ ավել ընտանիքների համար լինի իսկական արևածագ, լինի իսկական մշտական գարուններ, բուրումնավետ առավոտ, եւ դա իրականացվելու է։ Իսկ այդ մեկ որոշման արդյունքում 50,000 եւ ավել ընտանիքների աղքատության շեմի հաղթահարումը վերելու է նաեւ բազմաթիվ գործարանների կառուցում եւ աշխատատեղերի ստեղծում։ Հրավիրում եմ բոլոր քաղաքական ուժերին իմ կողմից արված հայտարարության շրջանակներում բանավեճի։ Եկեք, ես կներկայացնեմ ժողովրդավարական համախմբում կուսակցությունը եւ ձեզանից ձեր ցանկացած մասնագետը, փորձագետը, տնտեսագետը, քաղաքագետը, եկեք բանավեճի եւ ես ձեզ կապացուցեմ, որ այսօր Իսանի կողմից բերված ծրագիրը, որը հավանության է արժանացել Սուրեն Պետրոսյանի եւ ժողովրդավարական համախմբում կուսակցության քաղաքական թիմի կողմից, կարող է ձեր բոլորին ապացուցել, որ այո, Հայաստանի Հանրապետությունը կարող է, այո, մեր բյուջեն ունակ է, այո, ժողովուրդը հզոր է։ Եվ առաջարկում եմ միասին դեպի հունիսի 7, գնում ենք ընտրելու համար 14, գնում ենք միասին կերտելու մեր երեխաների ապագան, առանց Հայաստանի Հանրապետությունում աղքատ մարդու, վերջ ենք դնում աղքատությանը, ոչ ենք ասում աղքատությանը։